Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Պրոշյան 4 Չարենցի 2 Երևանյան 46 Միասնիկյան 53 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում աշխատանքների 95%-ը ավարտված է, վերանորոգվել է 4 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 416 բնակիչ է ապրում այդ շենքերում։ Մարտունի համայնքի 17 բնակավայրերի համար կանգառների ձեռքբերում, համայնքի բնակավայրերի վարչական շենքերի և մշակույթի պալատների համար գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում, ձեռք է բերվել պահանջվող գույքի 95%-ը արդեն, Գավառ համայնքի Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ, Գավառի թիվ 7 մանկապարտեզ և Գավառի մշակույթի տուն հողակների համար գույքի ձեռքբերում, գույքը ամբողջությամբ ձեռքբերված է, Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ 8, Պարուսևակ 12 բնակելի շենքերի բակերում հենապատի կառուցում աշխատանքները իրականացվել են։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ, կատարված է աշխատանքների 75%-ը, իրականացվել է տանիքի 1670 քառակուսի մետր հիմնանորոգման աշխատանքներ, սաների թիվը 280։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի-Կուրսկ հայ-ռուսական բարեկամության այգու բարեկարգման աշխատանքները ավարտված են, բարեկարգվել է 9970 քառակուսի մետր տարածք, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբադ 1 թաղամասի 23, 28, 29, 33, Լմբադ 2 թաղամասի 4, 15, 17, 11, 16, 25 և շինարարների 7 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում աշխատանքները ավարտված են և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները նորոգված են։ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենայի և նոր անվավոր աղբամանների ձեռքբերում, ավարտված է տեխնիկան և գույքը ամբողջությամբ ձեռք է բերված։ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի կարիքների համար ավտոգրեյդերի և մինի ամբարձիչի ձեռքբերում, գույքը ձեռք բերված է։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան բնակավայրի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում, աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 7,4 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 249 հատ երկկողմանի լուսատուներով մետաղական հենասյուն։ Տավուշի մարզ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երևանյան փողոցի 3-րդ նրբանցքի ճանապարհի հիմնանորոգում և սալիկապատում տուֆ քարով, կատարված է աշխատանքների 90%-ը։ Նոյեմբերյան համայնքի Արջիստ բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում, կատարված է աշխատանքների 90%-ը։ Նոյեմբերյան համայնքի Արջիստ բնակավայրի փողոցների տուֆապատում, 0,55 կմ երկարությամբ ճանապարհ պետք է սալիկապատվի, կատարված է աշխատանքների 60%-ը, Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2 և թիվ 3 Վերին Ծաղկավան, Նավուր, Չինարի բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, կատարված է աշխատանքների 90%-ը, հիմնանորոգվել են 5 մանկապարտեզների շենքեր, սաների ընդհանուր թիվը 383 սան։ Ինչքան հասկացա, այստեղ վերջին հատվածում գույքի ձեռքբերման խնդիրը պետք է լուծենք, հա թե։ Հիմնական հատվածում բանվարչապետ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, 6-րդ հարցով մենք չզեկուցվող ռեժիմով նաև քննարկեցինք ճանապարհաշինական և կապիտալ ներդրումների շատ կարևոր փաթեթ, որին նույնպես ուզում եմ անդրադառնալ, մոտավորապես 15 միլիարդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է,
որոնք գտնվում են տարբեր փուլում, մի մասը արդեն ավարտական 5%-ներն ենք վճարում, մի մասը ընթացքի մեջ է, մյուս մասը կնախագծենք, համեցեք պարոն Խուդայցյան, ինչ եք ասում։ Պարոն վարչապետ, ունենք նաև երկու տրանսպորտային օբյեկտներ, շինաշխատանքները հիմնականում մեկնարկել են 2024 թվականին եւ նախատեսվում է ավարտել 2025 թվականին, ինչպես նշեցիք, ունենք նաև նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար վճարումներ եւ արդեն ավարտված աշխատանքների 5% վճարումներ, մնացածը արդեն ըստ ցանկի։ Շատ լավ։ Թվարկեմ ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կիլոմետր հատվածի եւ այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում։ Նախորդ տարի աշխատանքների հիմնական մասը արվել է, այս տարվա այս ֆինանսավորմամբ արդեն ամբողջությամբ կավարտենք։ Սևան քաղաքից Գեղամավան ծաղկուն գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ըստ էության այս ծրագիրը նույնպես նախատեսում ենք 25 թվականին ավարտել, համեցեք։ Սա սկսել ենք 2024 թվականի տարեվերջին, եղանակով պայմանավորված արված է աշխատանքների 10%-ը նախատեսված է ավարտել 25 թվականին։ Ընդ որում ես հիշում եք նախկինում կառավարության նիստում քննարկել ենք, որ նաև դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ մենք պետք է զարգացնենք նաև զուգահեռ մայրուղիները, որ օրինակ ասենք նույն Սևան քաղաքից դեպի Երևան գալու կամ Հրազդան գնալու այլընտրանքային ճանապարհներ ունենան մարդիկ, ընդ որում այս ճանապարհները հաջորդիվ կա նաև անդրադարձ, եթե չեմ սխալվում, Բջջնի Հրազդան ճանապարհին, նաև շատ կարևոր են զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման առումով եւ ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման համար։ Իջևան համայնքի Ծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձակար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը պլանավորում ենք նույնպես այս տարի ավարտել, հարգելի գործընկերներ, սա էլ մեր ըստ էության բազմաչարչար ծրագրերից մեկն է, որովհետև մենք այս ծրագիրը, եթե չեմ սխալվում, նախորդ տարի պետք է ավարտված լինեինք, բայց առաջին կապալառուի հետ մեր աշխատանքը չստացվեց, ստիպված եղանք խզել, նոր պայմանագիր կնքել, նախորդ տարվա այցի արդյունքներով տպավորությունները կարծես թե դրական են եւ զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի, որը նույնպես շատ մեծ տնտեսական եւ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող հարց է եւ այստեղ զուգահեռ ուզում եմ ասել, որ մենք ինչպես պայմանավորվել ենք պարոն Սիմիդյանի եւ պարոն Վարդանյանի հետ, այդտեղ իհարկե անցնում է անտառային տարածքներով, բայց հասկանալի է, որ ճանապարհը շատ մեծ ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերելու, մենք պետք է կարողանանք գտնել բանաձևերը, ինչպես կարողանանք բավարարել ներդրումային հետաքրքրությունը եւ միևնույն ժամանակ չվնասել ավելի ճիշտ անդառնալի վնասներ չհասցնենք բնությանը, որովհետեւ այդ ճանապարհի կառուցումը արդեն իսկ վնասա բնությանը, ցանկացած ճանապարհի կառուցում վնասա բնությանը, այդպիսի ճանապարհ չկա կառուցված, էլի ասել եմ, այս շենքի կառուցումն էլ է վնաս բնությանը, քաղաքների կառուցումն էլ է վնաս բնությանը, այնպես որ այստեղ պետքա ճիշտ բալանս գտնել եւ ակտիվորեն զուգահեռ նաև նույն տարածքում մնացած տեղերում անտառ վերականգնման ակտիվ աշխատանքներ իրականացնել։ Համեցեք պարոն Խուդայցյան։ Պարոն վարչապետ, այստեղ մենք 2 շաբաթ առաջ ենք մարզպետի հետ եղել, աշխատանքները բնականon հունով ընթանում են, նաև ԿԳՄՍ գործընկերների հետ ձեր հանձնարարականով նոր կամրջի կառուցման տեղի հետ կապված էսքիզ նախագիծ առաջիկայում կունենանք, այնպեսի տեղ կառուցվի կամուրջը, որը չի խանգարի արդեն գոյություն ունեցող պատմամշակութային կամրջին, նաև քննարկում ենք այնտեղից դիտակետ ունենալու հնարավորությունը դեպի պատմամշակութային կամուրջ։ Այսինքն, այո, այնտեղ շատ լավ գեղեցիկ հին կամուրջ կա,
չեմ հիշում, որ 300 դարի, խնդիրն այն է, որ նոր կամուրջը կառուցվի այնպես, որ նրա տեսանելիությունը կամ նրա նկատմամբ այսպես ասած ճնշող կարգավիճակ ձեռք չբերի, հարգելի գործընկերներ, հազիվ առիթներից թթու ջուր նավուր ավտոճանապարհի կարգավիճակի հետ կապված ունենք տեղեկություն, ո՞նց է ընթանում այնտեղ աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետը կամ Տավուշի մարզպետը տեղեկություն։ Տավուշի հատվածում ոնց որ ավարտվում։ Տավուշի հատվածը ամբողջությամբ ավարտված է, պարոն վարչապետ։ Իսկ Գեղարքունիքում։ Գեղարքունիքի հատվածում 3 կիլոմետր հատված է, որ մնում է իմ տեղեկատվությամբ։ Ընդամենը 3 կիլոմետր ամնում։ Շատ լավ։ Համենայն դեպս, պարոն Խուդայցյան, մտք կճշտեք ինձ այդ թեմայով։ Շատ լավ, պարոն վարչապետ։